որով առաջարկվել է արտաշատ համայնքին, թիվ ՀԿՏ 0197-20 գրական գործով դժոխք ճանաչելու, նաև հուրքային հայց ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Տեղեկացնում եմ, որ վարչատարածքային վարժարման մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Նարեկ և Մոշյան համայնքները ներառվել են արտաշատ խոշորացված համայնքի կազմում, որի հետևանքով արտաշատ համայնքը հանդիսանում է նշված համայնքների իրավահաջորդը և այդ թվում նրանք հուրքային իրավունքների և պարտավորությունների մասով։ Կ. Քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն վարույթի մասնակից չհանդիսացող ցանկացած անձ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի միջնորդելու իրեն ճանաչել դժոխք կամ օրինական ներկայացուցիչ։ Նույն հոդվածի համաձայն համապատասխան միջնորդությունը ենթակա է քննության և լուծման վարույթ իրականացնող մարմնի կողմից այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում, իսկ ընդունված որոշման մասին դիմողը պետք է անհապաղ զանուցվի համապատասխան որոշման վաճեն տրամադրելու։ Ելնելով վերօրներից խնդրում եմ բավարարել սույն միջնորդությունը, արտաշատ համայնքին ճանաչել դժոխք թիվ ՀԿՏ 0197-01-25 քրեական գործով, նույն Նորակի Հովհաննիսյանին ճանաչել որպես դժոխքի ներկայացուցիչ, տրամադրել քրեական գործի նյութերը դրանց ծանոթանալու և հուրքային հայց ներկայացնելու ներկայացնում են միջնորդությունը, նաև ներկայացնում են դատախազի կողմից ներկայացնող Եվ որը կարող է նկատի
սահմանված հարց է քննարկումը։ Դրանից հետո վերաբերել է հարցերի շրջանակում այս հարցի քննարկումը շարունակվի։ Ես խնդրում եմ, որպես այս մասով դատանի մոտեցում արեք, որպես հետո հասկանանք այդ իշխանությունների դեպքում խնդրեմ դատան իրաց օրենքով այս հարցը քննարկում, որ մենք հասնենք գործողությունների տրամաբանությունները եւ օրինականությունը համապատասխան որտեղ տեղից միավորվում կասկածի վերաբերյալ հասնում է ամենի կողմը դժոխ չի ճանաչում, պատկերացնեք թե նա որոշում է կայացնել դժոխ ճանաչել, հետագան դժոխ չի ճանաչել, գործը հասարակական մեղավոր գրությունը ավարտում, ամեն ասում եք դժոխ ճանաչել, դատանը հիմա կարծեք թե օգնում որ դա լինի։ Ես չեմ ուզում մեղավորությունների, դրա համար քաշում եմ օրենքով սահմանված կապերը պահպանում են, գոնե ինչ որ ակնհայտ է, դա իմանանք ինչի է կատարվում։ Եթե հիմա դատանը կասի որ օրենքով մենք այն որոշը ենթարկվել ենք այս բանը։ Բայց իմանանք որ օրենքով եք կանոնում։ Հիմա այս հարցը քննարկում եք, դրանց հետո որ այն ներդրությունը պահպանում եք։ Ես ոսեմ կան որ մենք նախ դատականից Արդեն մենամարական հայտա, որ դատամաններ են ոտեսման, որ պետք է դժոխ ճանաչել որ հնարավորություն դեպքային հասնել։ Այսինքն սա ակնհայտ անշակալություն է արվեստը։ Գիտեք, պարտադիր չի որ այս կարևորը հետևավորություն է որտեղ ոչ մի խնդիր չկա, որ հետո այլ վերաբերել հարցերի ժամանակ քննարկելուց հետո այս ամենը դժոխ ճանաչում ու դեպքային հայցի մասը բացասնի են չկա։ Հետևաբար, եթե հիմա նման կերպ մոտեցնում ենք հասկանում ենք, որ ասել ինչ-որ շատ կներ եք, լինում տապավորությունը չէ պայմանավորվածություն էր։ Որտեղ ես շատ աղանում հասկանամ հիմա առարկություն է ներկայացնում։ Հիմա տեսեք, ես գտնում տապավորությունը նման պայմանավորվածություն չկա, ես ամեն ինչի հետևանցան այսա, այսինքն ինչ նշանակել է կլիներ ըստ ակտի հաջորդ հարցերին, ինչ որ քննարկենք, երբ որ դատարանը չի հնարավորված խախտում անում համար։ Ես նա մեկ ես հարցը բարձրաբան է։ Հա, բայց ինչ նշանակում արդարադարձության հայտարարությունը մեր շատ ինչ նշանակում արդարադարձության շահեցերի նման հարցեր։ Կարող ենք նման հարցեր նման հնարավորություն տալ, այսինքն ամեն ինչ կարող արդարադարձության հայտարարել, ինչ ուզենք անենք օրենքը կապել։ Օրենք գրով արդարադարձության շահի մասին մտածել է։ Դրա համար ասել եմ մենակ մի հարց է։ Սա խափան միջոց է, որ կատարողությունների քննարկում։ Դատարանը չի կարող որոշի, որ ես էլ արդարադարձության շահի դեպքում։ Ես էլ հարցը չի որտեղ նշանակում։ Դրա համար նույնց եմ ասում։ Երբ որ ես ինչ եմ իմացել ցանկանում, սա այդքան էլ համացքային հարց չի։ Բայց եթե մենք հետագայում պետք է այսպես շարունակենք, մենք պետք է կանխատեսելի լինի։ Ես եկել եմ դատականության, որոնք գիտեմ, պատկերացնում օրենքով շարժում են, մենք էլ հանկարծ ինչ-որ բաներ է փոխվում, եւ այդ փոխվելը պետք է մեր համար հասկանալի տրամաբանականին, որը որ բացարձակապես այդպես չի, եւ հիմնավորվում է բանվարչի ազնվազնի բանը։ Բայց ես գտնում եմ, որ ապաշտամանից բանը, որը հետեւ դժոխ չի համեսանում, եւ այստեղ իրենք ստիպված հեղափոխի կողմի գերություն իրենց համար այսօր Հայաստանի Հանրապետության դերունեցող դերասանություններից ծրագրելով Հակահաղորդության գերություն իրենց համար պարտադրանք է դիտարկել, որպեսզի ստիպված գան նման միջնորդություն ներկայացնել։ Հիմա այդ հարցը կարծում եմ դատանը մենք պետք է մեղադրողին տասի, համար էլ ծառայությունը ներկայացնում։ Բայց ինչի՞։ Բայց ինչ խախտում արին շարակը դատախազության գերություն իրենց համար պարտադրանք է։ Ճիշտ է։
շատ լավ հարց է, ինձ տալիս է հարցը, խնդրում մեղադրողին եք հարցնել, այդպիսի հավասարություն։ Կհարցնեք, Գազակալով մի քանի անգամ Ինչ է դուք հիմա իրենց պաշտպանությունը իրականացնում։ Ահա ձեր մոտ իմ համոզմամբ մեկը մի քանի կարևոր հարց առաջին, պատասխան դուք ասում եք բան ասած, որ նման պատասխանատվություն չունի, շատ ճիշտ եք ասում, նման պատասխանատվություն չունի։ Այդ հարցը պետական այլ բանտի մեղավորը չի գտնելու, ինքը ունի նման պատասխանատվություն, հա, որտեղ է նման պատասխանատվություն։ Այսինքն դատանը չունի, չի անում ճիշտ անում, մեղավորը չունի, բայց անում է։ Ընդ որում հիմա հարցն է այսպես ասեմ, եթե դուժող է ձեր կարծիքով, դուք եք գերություն ուղարկեք։ Բայց ամբողջ 5 տարի, 10 տարի այսքան քննություն եք անում։ Այդ ինչի դուժող չէի ճանաչում, դուք եք չէ որոշում կայացնում, որ դուժող ճանաչել։ Բայց ինչի դուժող չէի ճանաչում, եթե դուժող էր։ Այս հարցերը երբ որ առաջանում են, մենք հասնում ենք, որ հավասարապես դատանքը հետաքրքրում է մեր մոտեցումներ, մեր հիմա եթե իրենք չեն ճանաչել, եթե նա որ դուժող չի հավասար, չէ՞։ Օրինակ ոնց է կարծում, կարծում եք, որ դատախազությունը 5 տարի դիտեր, որ արտաշատանքը դուժող հա, ու դուժող չէր ճանաչում։ Հիմա հարցին է քննարկման բարակետը դեր։ Բայց եթե ժամանակ իրեն գտնում են դուժող չի, ես ինչ փոխվեց իրենց մոտ, որ որոշեցին, որ հիմա դատականության փուլում արդեն դուժող հա, ու մի հատ գրությունով ասում են, եկեք դուժող ճանաչել։ Որ մի հատ հարվածչանի համենը չանի, դատախազությունը լիազորությունների ծորձի, մի հատ պաշտպանական դաշնամով գործում։ Արուսի ասի դե այս չեք դատում, հա դուժող ճանաչել։ Սխալ բան եմ ասում, ասածս ոչ տրամաբանություն ունի, ոչ իրավական ունի, օրինակ ինչն եմ ասած, որ այս նկարագրի մեջ չամապահովասան է։ Ես կարծում որ վերադրանքի կողմն է վերնում ասին, կարծում որ դուժող չանացան պատաշականանք, դրանք դուժող չեն ճանաչել, հակառակ դեպքում կճանաչեն, հիմա թաքնված ինչ-որ հանգամանքներից ելնելով նման իրավիճակ է ստեղծել, որ դերություն են ուղարկել, որպեսզի դա դուժող ճանաչեն։ Շեշտում, որ պատաշականանք դուժող չանացան։ Արտիկները Այո։ Պաշտպանական կողմի սուբյեկտիվ մեկնաբանությունների հայտարարություններին իրավական դիրքում որոշակի հարցադրումների դրական հարցադրումների կողմից արդեն երկրյալ է ինչպես դատանագրես միաժամանակ կողմը նախ ասեմ որ նախաքննության ընթացքում անպատասխանանքի ճանաչել հարցերի չի դժոխ չի ճանաչել Ես անուն դեպքում ես միջնորդեցի անպատասխանատվություն
հասարակական համայնքներին հարցը քննարկելու կամ դատարանելու հետ կապված դատարանի միջնորդություններ եւ այդ հանգամանքներով դատախազում մասնավոր 20-րդ գործով ղեկավարվելով համապատասխանատվություն հասարակական համայնքի ղեկավարներին առաջարկելով ուժով ճանաչելով միջնորդության դարձնելու համապատասխան համայնքի ներկայացուցիչ կողմից նիստում ներկայացել է Արտաշատ համայնքի ներկայացուցիչը հանդես եկել նշված միջնորդության մասով